Փետրվարի 21-ին ողբերգական դեպք է արձանագրվել Գեղարքունիքի մարզում։ Օրվա առաջին կեսին իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակարված քաղաքացի։ Մոտավորապես ժամը 13:00 էր, երբ ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում ստացվել է համապատասխան ահազանգը։ Տեղեկության համաձայն Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շտապ օգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիրավոր երիտասարդ։ Բժշկական կենտրոնում բժիշկները արձանագրել են, որ տուժածը գտնվում է ծայրեղ ծանր վիճակում։ Նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են ծակած կտրած վնասվածքներ, վիճակը գնահատվել է կյանքի համար վտանգավոր։ Վիրավորը գիտակցության չէր գալիս եւ ի վիճակի չէր որևէ տեղեկություն փոխանցելու կատարվածի մասին։ Բժիշկները ձեռնամուխ են եղել վերակենդանացման միջոցառումներին, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել, երիտասարդը մահացել է գիտակցության չգալով։ Իրավապահների կողմից իրականացված նախնական ճշտումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Այս փուլում հրապարակված տվյալներով նա գտնվել է Սևանում նախապես կազմակերպված հանդիպման նպատակով։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն երիտասարդին զանգարել եւ հրավիրել են Սևան։ Նա ներկայացել է պայմանավորված վայր։ Նախնական տվյալներով հանդիպման ընթացքում առանց երկար քննարկման նրան հասցվել է դանակի արվածներ։ Դեպքից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Քննչական մարմինները դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնել են քրեական վարույթ։ Սևանի քննչական բաժնում իրականացվում է բազմակողմանի քննություն։ Իրավապահները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ եւ հայտնաբերել կասկածյալներից երկուսին։ Նրանց ինքնությունները այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննիչները պարզում են, հանդիպումը նախապես պլանավորված էր, թե ոչ, եղել է անձնական վեճ, ֆինանսական խնդիր, թե այլ շարժառիթ։ Դեպքին ներգրաված անձանց ամբողջական շրջանակը, նշանակվել են դատաբժշկական եւ այլ փորձաքննություններ մահվան պատճառի, վնասվածքների բնույթի եւ դեպքի մեխանիզմի հստակեցման նպատակով։ Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում դանակարություններ եւ սպանություններ։ Թեև պաշտոնական վիճակագրությունը յուրաքանչյուր տարի փոփոխվում է, սակայն հասարակական ընկալման մակարդակում ձևավորվել է կարծիք, որ բռնության դեպքերը հաճախակի են դարձել։ Մասնագետները նման դեպքերի աճը պայմանավորում են մի քանի գործոններով։ Առաջինը սոցիալական լարվածություն, տնտեսական դժվարությունները, գործազրկությունը, ֆինանսական խնդիրները հաճախ դառնում են կոնֆլիկտների պատճառ։ Անձնական վեճերը կարող են արագ սրվել եւ հանգեցնել ծանր հետևանքների։ Երկրորդը հոգեբանական ճնշվածություն։ Պատերազմից հետո հասարակության մեջ առկա է լարվածության բարձր մակարդակ։ Անհանգստությունը, ապագայի անորոշությունը եւ ստրեսային վիճակները կարող են ազդել մարդկանց վարքագծի վրա։ Երրորդը զենքի եւ սառը զենքի հասանելիություն։ Դանակը առօրյա կենցաղային իր է, սակայն կոնֆլիկտային իրավիճակներում այն հաճախ օգտագործվում է որպես հարձակման միջոց։ Սառը զենքի կիրառման հանցագործությունները առանձնանում են արագությամբ եւ անկանխատեսելիությամբ։ Չորրորդը կոնֆլիկտների ոչ իրավական լուծում։ Որոշ դեպքերում անձնական հարցերը լուծվում են ոչ թե իրավական դաշտում, այլ ուժային մեթոդներով։ Սա սոցիալական վտանգավոր միտում է, որը պահանջում է իրավապահների եւ կրթական համակարգի համատեղ աշխատանք։ Սևանում տեղի ունեցած դեպքը առանձնանում է մի քանի հանգամանքով։ Զոհը երիտասարդ է, ընդամենը 20 տարեկան։ Դեպքը ըստ նախնական տվյալների տեղի ունեցել նախապես պայմանավորված հանդիպման ընթացքում։ Կասկածյալները կարճ ժամանակում հայտնաբերվել են, սակայն ամենակարևոր հարցերը դեռևս բաց են։ Ինչն էր շարժառիթը, կարող էր կոնֆլիկտը կանխվել, եղել է նախապես ծրագրված գործողություն։ Այս հարցերի պատասխանները կտան նախաքննությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սպանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Դրա համար նախատեսվում է երկարատև ազատազրկում։ Եթե քննությամբ հաստատվի, որ գործողությունը եղել է նախապես ծրագրված կամ իրականացվել է մի խումբ անձանց կողմից, պատժաչափը կարող է ավելի խիստ լինել։ Քննչական մարմինները պարտավոր են ապահովել գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը։ Սևանում տեղի ունեցած սպանությունը հերթական դեպքն է, որը հասարակությանը ստիպում է կանգ առնել եւ վերագնահատել մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Երբ 20-ամյա երիտասարդի կյանքը ընդհատվում է մի քանի րոպեի ընթացքում, հարցը միայն կոնկրետ քրեական գործը չէ։ Հարցը դառնում է ավելի լայն, ինչպիսի միջավայրում ենք մենք ապրում եւ ինչպիսի հարաբերություններ են ձևավորում մեր հասարակության ներսում։
Այս դեպքը դեռ քննության փուլում է։ Շարժառիթները, կոնֆլիկտի խորությունը, ներգրաված անձանց ամբողջական շրջանակը պարզ կդառնա իրավական ընթացակարգերի ավարտից հետո։ Սակայն արդեն այժմ ակնհայտ է մի բան՝ նման ողբերգությունները չեն ծնվում մեկ վայրկյանում։ Դրանք որպես կանոն ձևավորվում են կուտակված լարվածությունների, չլուծված խնդիրների և երբեմն նաև անպատասխանատու որոշումների արդյունքում։ Վերջին տարիների հանրային դաշտում հաճախ քննարկվում է բռնության դեպքերի աճի թեման։ Անկախ վիճակագրական թվերից յուրաքանչյուր նման դեպք խորը հետք է թողնում հասարակության վստահության և անվտանգության զգացողության վրա։ Երբ երիտասարդները ներգրավում են մահացու ավարտ ունեցող բախումների մեջ, դա արդեն ոչ միայն իրավական, այլև սոցիալական ազդանշան է։ Մասնագետները հաճախ նշում են, որ հասարակական լարվածությունը, սոցիալ-տնտեսական խնդիրները, հոգեբանական ճշվածությունը և կոնֆլիկտների լուծման մշակութային բացակայությունը կարող են ստեղծել վտանգավոր միջավայր։ Երբ վեճերը չեն լուծվում խոսքի և իրավական մեխանիզմների միջոցով, ցանկացած սրացում կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Սակայն կարևոր է նաև ընդգծել պատասխանատվության անհատական կողմը։ Յուրաքանչյուր որոշում, հատկապես այն, որ կապնված է ուժի կիրառման հետ, ունի հետևանքներ։ Մի պահի ագրեսիան կարող է հանգեցնել անդառնալի արդյունքի ոչ միայն մեկ ընտանիքի, այլև մի քանի ընտանիքների համար։ Զոհված երիտասարդի հարազատների համար այս պատմությունը դարձել է անդառնալի կորուստ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում նաև մյուս կողմի համար այն կարող է նշանակել երկար տարիների ազատազրկում։ Այս գործը դեռ բաց է, քննությունը շարունակվում է։ Իրավապահ մարմինների առաջադրանքը պարզ է՝ ապահովել օբյեկտիվ, լիարժեք և թափանցիկ քննություն։ Հասարակության ակնկալիքն էլ նույնն է՝ ճշմարտության բացահայտում և օրենքի լիարժեք կիրառում։ Բայց իրավական ավարտից բացի կա նաև մեկ այլ կարևոր հարց՝ կանխարգելում։ Ինչպես անել, որպեսզի նման հանդիպումները չվերածվեն ողբերգության, ինչպես ձևավորել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ կոնֆլիկտը չի լուծվում դանակի արվածով։ Այս հարցերի պատասխանները պահանջում են համակարգային մոտեցում, կրթություն, իրավագիտակցության բարձրացում, սոցիալական ծրագրեր և համայնքային աշխատանք։ Սևանում տեղի ունեցած դեպքը հիշեցնում է, որ ցանկացած փոքր թվացող բախում կարող է ունենալ ծանր հետևանքներ, եթե այն դուրս է գալիս իրավական և բարոյական սահմաններից։ Յուրաքանչյուր նման պատմություն պետք է դառնա ոչ միայն քրեական գործի նյութ, այլ նաև հանրային քննարկման առարկա կանխելու համար հաջորդ ողբերգությունը։ Այս պահին մնում է սպասել քննության ավարտին և պաշտոնական գնահատականներին, իսկ մինչ այդ փաստը մնում է նույնը՝ մեկ երիտասարդ կյանք ընդհատվեց և մի քանի ընտանիքների կյանք փոխվեց ընդմիշտ։ Սակայն յուրաքանչյուր նման դեպք ունի նաև մեկ այլ կարևոր շերտ՝ հասարակության արձագանքը։ Սպանության լուրը տարածվելուց հետո սոցիալական ցանցերում սկսվում են ակտիվ քննարկումներ, ենթադրություններ, երբեմն նաև մեղադրանքներ, առանց ամբողջական տեղեկատվության։ Սա ևս խնդիր է, քննությունը դեռ ընթացքի մեջ է, իսկ հանրային դատավճիռները հաճախ հնչում են շատ ավելի շուտ, քան իրավական գնահատականը։ Այդ միջավայրում ձևավորվում է լարվածության երկրորդ ալիք, որը կարող է խանգարել թե օբյեկտիվ քննությանը, թե հասարակական առողջ քննարկմանը։ Մյուս կարևոր հանգամանքը համայնքային անվտանգության զգացողությունն է։ Երբ նման դեպք է տեղի ունենում փոքր քաղաքում կամ համայնքում, այն անմիջապես ազդում է մարդկանց առօրյայի վրա։ Կա նաև իրավական համակարգի նկատմամբ վստահության հարցը։ Յուրաքանչյուր ծանր հանցագործությունից հետո հանրությունը սպասում է արագ և արդյունավետ բացահայտման։ Երբ կասկածյալները հայտնաբերվում են կարճ ժամանակում, դա որոշ չափով վերականգնում է վստահությունը համակարգի նկատմամբ։ Սակայն վերջնական վստահությունը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ գործը հասնում է դատարան և ստանում է իրավական ավարտ։ Թափանցիկությունն ու օրենքի գերակայությունը այսպիսի գործերում չափազանց կարևոր են։ Առանձին թեմա է երիտասարդների ներգրավվածությունը բռնության դեպքերում։ Եթե գործի շրջանակում հաստատվի, որ ներգրաված անձին նույնպես երիտասարդ են, ապա դա նորից կբերի այն հարցին, թե ինչպիսի արժեքային համակարգ է ձևավորվում երիտասարդ սերնդի շրջանում։ Կոնֆլիկտների լուծման մշակույթը, հուզական ինքնակառավարումը, իրավական գիտակցությունը, սրանք դպրոցից ու ընտանիքից սկսվող գործընթացներ են։ Երբ այդ շղթայում բացեր են առաջանում, հետևանքները երբեմն դրսևորվում են հենց նման ողբերգական իրավիճակներով։ Չի կարելի անտեսել նաև կանխարգելման գործոնը։ Հասարակության ներսում անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել միջազգային հարաբերությունների կառավարման հմտություններին։ Վեճը բնական երևույթ է, բայց դրա լուծման եղանակն է որոշում վերջնական արդյունքը։ Եթե հասարակության մեջ ընդունված է ուժի կիրառումը որպես արագ լուծում, ապա ռիսկերը մեծանում են, իսկ եթե առաջնային է իրավական ճանապարհը և երկխոսությունը, նման դեպքերի հավանականությունը նվազում է։ Սևանի դեպքը դեռևս քննության փուլում է, և վերջնական գնահատականներ տալը վաղ է։
Սակայն այն դարձել է հիշեցում, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ կարող է ունենալ ծանր ավարտ, եթե դուրս է գալիս վերահսկողությունից։ Սա ոչ միայն իրավապահների աշխատանքի, այլև ամբողջ հասարակության պատասխանատվության հարց է։ Անվտանգ միջավայր ստեղծելը միայն մեկ կառույցի խնդիրը չէ, դա ընդհանուր մշակույթի արդյունք է։ Այս պատմության վերջնական կետը կդնի դատարանը, սակայն դրանից անկախ այն արդեն դարձել է ազդանշան, որ պետք է լրջորեն ընկալել։ Որքան արագ եւ խորքային արձագանք տրվի նման դեպքերի պատճառներին, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ հաջորդ ողբերգությունը հնարավոր կլինի կանխել։